Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 6-ի համար, օրը երկուշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մի բան կարող ձեր ձեռքից բաց թողնել, ոչ թե հնարավորություն է դա, որը ձեր ձեռքից կարող բաց թողնել, ուշադրություն չդարձնել դրան կամ երկար մտածել դրանից լինի։ Նաև հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, տան հետ կապված որևիցե իրադարձություններ են, հնարավոր է առիթ է, հնարավոր է նաև ինչ-որ պահեր են կամ դատարանի հետ է կապված, ինչ-որ մի բան նաև շահում եք, հա, ինչ-որ տան հետ դա կարող է կապված լինել, նաև դե առիթ է, կամ ձեր տունն է, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին։ Նորություն կլսեք այդ օրը, հաջողություն ունեք որևիցե ինչ-որ մի տեղից, և ոմանք երեկոյան կամ կվիճեն, կամ նաև տուն կարող եք մաքրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք ձեր ձեռքից որևէ մի կարևոր մի բան բաց թողնել, կամ ինչ-որ մի բան է, որը տալիս եք գնում է ձեզանից, նաև ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, հանդիպում, շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր այդ քայլը արեք, մի շտապեք ոչ մի հարցում, նաև կարող եք գնալ միտեղ երկար մնալ։ Երեկոյան հանկարծակի լուր կարող եք լսել, նաև մի փոքր տխրում եք, մի փոքր տրամադրությունը գցում եք, կամ նաև հիասթափվում եք ինչ-որ մեկից, կամ ինչ-որ բանից։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ինչ որ տհաճ պահեր կան, նաև օրվա ընթացքում հանկարծակի լուր կլսեք եւ հանդիպում կամ եւս շփում ձեզ մտերիմ անձնավորության հետ, միգուցե դա ձեր ընկերն է, այդպես է ցույց տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գումար կծախսեք, սեղանի շուրջ եք նստելու, գումար ծախսում եք նվեր գնելու համար, քաղցրավենիք, ծաղիկներ եւ այլն։ Հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, նաեւ տանը կամ ձեր տանը կամ ինչ որ մեկի տանը ձեր մտերիմ անձնավորությունների հետ կլինեք, հարազատ մարդկանց հետ կլինեք, այդպես միասնական։ Եվ հաճ պահեր կան օրվա ընթացքում, որից որ կարող տատանվել, թե երևի ինչպես այդ հարցին լուծում տալ ավելի շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուզներին հոկտեմբերի 6-ին։
Հարգելի առուսներ, այստեղ ինչ որ մի տպավորություն ունեմ, որ ոչ թե երանգյուն հարաբերություններ կամ թաքուն սիրային հարաբերություններ կարող է բացահայտվեն։ Ինչ որ մի սուտ է կամ չգիտեիք, որ տվյալ անձը ամուսնացած է կամ ձեզ հետ թաքուն է շփվում, ինչ որ մի բաներ են, որը դա հաճություն է սա եւ նաեւ ինտիմ հարաբերությունների հետ է կապված։ Ինչ որ մի սուտ կա այստեղ, որ ձեզ կարող է տխրեցնել կամ հիասթափվեք տվյալ անձնավորությունից։ Ինչ որ մեկի հետ է կապված, թաքուն գործողությունների, սիրային եռանկյուն հարաբերությունների, թաքուն հարաբերություն, ինչ որ մի բան է, այստեղ սուտ է, որը կարող է բացահայտվել, եւ դուք տխրեք կամ պարկեք, այդպես է, ոնց որ ուղղակի պարկեք հանգստանաք, նյարդերը հանգստացնեք։ Իսկ մյուս կողմից նաև ինչ որ մի բան այդ օրը կարող եք կորցնել, ձեր ձեռքից բաց թողնել, միգուցե տարվեք դրանով, հա, ավելի շատ։ Նաև մյուս կողմից էլ ինչ որ մի բան է ձեզ երջանկացնելու, նաև երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ են, որոնք որ այդ օրը տեղի կունեն։ Նաև հղիություն է, ծննդաբերություն է, նաև ինչ որ մի պահ է, որ կարող միգուցե ձեր երեխաներն են ձեզ երջանկացնում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ձեր տրամադրությունը բարձր կլինի, ուրախ տրամադրություն կունենաք, էներգիայով լի, նաև գումար եւ կստանաք եւ գումարը կծախսեք կամ գումարի մասին կխոսեք, հետո ձեզ գումար կփոխանցեն այդպես։ Նաև նվեր կամ դուք եք գնելու արդեն կարող դրա վրա եք գումար ծախսում կամ դուք կստանաք նվեր։ Միգուցե նվերը գումարի տեսքով է։ Եվ նոր հույս է բացվում կամ հույսներ կդնեք ինչ որ մեկի վրա, ինչ որ բանի վրա այդ օրը կամ հույսով կլցվեք, միգուցե ինչ որ մի բան է տեղ ունենում այդ օրը եւ հույսը ձեր մոտ արթնացնում այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին հոկտեմբերի 6-ին։
Հարգելի կշերկներ, այդ օրը հաջողություն ունեք, նաև ուշադիր եղեք սուտ կա, միգուցե սուտն է հաջողության բացահայտվում, ձեզ համար էր դա, հա, ավելի լավ այդպես այդ սուտը։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ կարող եք հանդիպել, այդտեղ երջանիկ եք ձեզ զգում, նաև դա կարող է լինել թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերությունները եւ դուք այնտեղ տվյալ անձնավորության հետ բավականին երջանիկ եք։ Եվ որոշ գործեր կարող են մնալ, հա, կարող է սուտ եք խոսում, դա ոնց որ հաջողությունը դա է, որ կարողանում եք օրինակ տանից դուրս գալ կամ ինչ-որ մի բան անել։ Եվ դե ինչ-որ գործեր կմնան այդ օրը չեք հասցնում ավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը բարձր տրամադրություն ունեք, երջանիկ եք, էներգիայով լցված։ Նաև ինչ-որ մեկին եք սպասելու, ինչ-որ բանի եք սպասելու, օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կանեք։ Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի կամ կավարտվի, կվերջանա դա։ Գուցե վերջի մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է։ Հանդիպում, ինչ-որ մեկի հետ իրար նվերներ կարող եք տալ ծաղիկ, քաղցրավենիք եւ այլն։ Նաև սուտ կա, սուտ կարող է բացահայտվել կամ ինչ-որ մեկը մի բան չի արել եւ տատանվում եք միգուցե հետո ոնց այդ հարցին լուծում տակ, այդպես։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 6-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կամ դուք եք ճանապարհ գնալու, կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Նաև ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել, բայց վիճելուց հետո ձեզ լավը զգաք, ուրախանաք, հա, որ վիճեցիք կամ ասացիք այն ինչ-որ պետք էր, կամ տուն եք մաքրում ամեն ինչը եւ այդպես ուրախ նստում եք, որ ի վերջո մաքրեցիք կամ կարող է վերանորոգումից հետո էր, կարող բորկեն էր եւ այլն։ Նաև որոշ գործեր կմնան այդ օրը, որոշ գործեր չեք հասցնում ավարտել, որովհետև կարծես թե ընկերն է գալիս կամ հանդիպում եք կամ խոսում եք եւ դեռ ժամանակը կարող վատնում եք այդտեղ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, հիվանդանոց, բանկ, յուրաքանչյուր տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այծեղ ջուրներին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի այծեղ ջուրներ, այդ օրը կհանդիպեք ձեր ընկերոջը կամ նաև կարող եք խոսել ընկերոջ հետ։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կանցկացնեք, ինչ կանեք, ինչպես կընդունեք եւ այլն։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը, ինչ որ մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք, միգուցե հեռախոսով եք ընկնում, մեկ այլ բանի տեղ չեք դնում եւ դա մնում է։ Նաև գործնական հանդիպում, գործնական շփում կունենաք, աշխատանքի բերումով դա կարող է լինել բիզնեսի հետ կապված, պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, կամ ձեր տնօրենը կարող է կանչել իր մոտ եւ ինչ-որ թեմա, հա, խոսել աշխատանքից կամ ձեր աշխատանքից կամ հետագա աշխատանքից եւ այլն։ Եվ կարող եք տատանվել։ Ինչ-որ կարող է առաջարկ է անում ձեզ եւ հետո տատանվում եք, ընդունեք արդյոք թե ոչ, որտեղ է ուզում ձեզ խափի եւ նման այլ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 6-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը նորություն կլսեք, ոմանք փաստաթուղթ կստանան, փաստաթուղթ կուղարկեք, կձևակերպեք, ինչ-որ բաներ կարող եք, ինչ-որ պայմանագիր կարող եք կնքեր ստորագրել, նաև փաթեթ, եթե բան եք պատվիրել, կարող եք ստանաք։ Օրվա ընթացքում տատանվում եք, ինչ-որ բաների մասին կմտածեք, ինչ-որ բաներ ձեզ կանհանգստացնեն միգուցե, ծանրութեթև եք անում, որոշ գործեր կմնան, չեք հասցնում անեք։ Ոմանք նաև կարող են աշխատանքի ընդունվել, ոմանք հարցազրույցի գնան, ոմանք հանդիպեն պետական աշխատողի հետ եւ ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի։ Մի փոքր ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը կամ կարող եք գնալ նաև նման կենտրոն։ Եվ կամ այդտեղից է կարող նորություն եք լսում, ոչ թե ինչ-որ դեղատոմս եք վերցնում, նվեր կամ դուք կստանաք կամ ձեզ կտան եւ օծեր կամ բամբասանք, չարլեզուներ, խոսակցություններ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 6-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, նաև գումար կստանաք, նվեր կարող եք գնել կամ գումարը նվերի տեսքով է կամ բոնուս է կամ նման ինչ-որ մի բան, գումար կստանաք, նվեր կամ դուք եք տալիս որևէ մեկին եւ որևէ քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, միշտ ապեք ոչ մի հարցում եւ կարող եք գնալ որևէ միտեղ երկար մնալ կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է դեռ կանգնած այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։